Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։ Կարծում եմ մեր հզոր պաշտպանությունը նպատակաուղված, ինչ որ մեկը թող ասի նպատակաուղված։ Կրկին նպատակաուղված։ Եվս մեկ անգամ նպատակաուղված։ Արմատական, առատաձեռն, մոլեգին, նվիրատու լինելն է։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, քանի որ տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը եւ նույնը կկատարվի քո կյանքում։ Ամեն ինչի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ եւ ես հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել քեզ ամեն բնագավառում, որտեղ վերքեր ունես։ Այս առավոտ կամ գուցե կեսօրին ցանկանում եմ խոսել մի թեմայից, որն անվանել եմ ավելի քիչ ես, ավելի շատ Հիսուսը։ Ամեն։ Կարդանք, թե ինչ ասաց Հովհաննես Մկրտիչը։ Հովհաննեսի 3-րդ գլուխ 22-րդ խոսք։ Սրանից հետո եկավ Հիսուսը եւ նրա աշակերտները Հրեաստանի երկիրը եւ այնտեղ նրանց հետ մնում էր եւ մկրտում։ Եվ Հովհաննեսն էլ Այենոնում ներ մկրտում, Սաղեմի մոտ, որովհետեւ այնտեղ շատ ջուր կար։ Եվ գալիս էին եւ մկրտվում, որովհետեւ Հովհաննեսը դեռ բանտի մեջ չէր գցված։ Հովհաննեսի աշակերտները հրեաների հետ վեճ ունեցան մաքրության համար, եւ Հովհաննեսի մոտ եկան ու ասացին նրան. Ուզում եմ, որ լսեք սա. Ռաբի, նա, որ Հորդանանի այն կողմն էր քեզ հետ, որի համար դու վկայեցիր, ահա նա մկրտում է, եւ ամենքը նրա մոտ են գալիս։ Նրանք ոչնչով չեն տարբերվում մեզնից։ Հովհաննես, մենք խնդիր ունենք, Հիսուսն ավելի մեծ բազմություն է հավաքում, քան դու։ Բոլորը նրա մոտ են գնում։ Ինչպես կարող են եկեղեցիները մրցել միմյանց հետ, թե որն է ամենամեծը։ Մենք գնացինք Սուրբ Լուիսի ամենաաղքատ շրջանը եւ հիմնեցինք եկեղեցի։ Եվ այնտեղի եկեղեցիներից մի քանիսը զայրացան, քանի որ այս մեծ ծառայությունը եկել էր իրենց տարածք եւ եկեղեցի էր հիմնում։ Նրանք վախենում էին, որ կկորցնեն իրենց անդամներին, բայց մենք ընդամենը ցանկանում էին գնալ եւ օրհնել նրանց։ Ինձ համար այնքան ծիծաղելի է, երբ նրանք ասացին. Նա նույնպես մկրտում է եւ բոլորը նրա մոտ են գնում։ Բայց Հովհաննեսը գերազանց պատասխան տվեց. Մարդը չի կարող ոչինչ վեր առնել, չի կարող ոչինչ պահանջել, չի կարող ոչինչ վերցնել, եթե երկնքից տրված չլինի նրան։ Այժմ լսեք սա. Մարդը պետք է գոհ լինի այն պարգևից, որ տրվում է իրեն երկնքից, որովհետև չկա ուրիշ աղբյուր։ Այսպիսով, ամեն մեկը ունի պարգև, եւ ինչ էլ այն լինի, թեկուզ զուգարաններ մաքրելը, պետք է գոհ լինեք դրանից, որովհետև յուրաքանչյուրի կարիքը ինչ որ տեղ կա։ Ես խոսում էի, հստակ չեմ հիշում, թե ինչպես են նրան անվանում, գործադիր հովիվ, որն է ձեր ճիշտ անվանումը։ Գործադիր հովիվ, ճիշտ է։ Ես նրանց հարցրի. Ինչ եք դուք անում, նա պատասխանեց. Օ, երբեմն զուգարաններ եմ մաքրում, երբեմն էլ, ես մտածեցի, ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք չեն կարծում, թե չափազանց լավն են ինչ-որ բան անելու համար։ Ամեն։ Այժմ այդպես չէ, բայց 1970-ականներին, երբ մկրտվեցի Սուրբ Հոգով, բոլորը մտահոգված էին, թե ինչ պարգև ունեմ։ Որն է քո պարգևը, որն է քո պարգևը, որն է քո պարգևը։
Կարող եմ ձեզ մի գաղտնիք ասել։ Մենք ավելի շատ պետք է մտահոգվենք պտղի, քան պարգևի համար։ Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, բարություն, քաղցրություն։ Սրանք են այն բաները, որոնց համար պետք է մտահոգվենք, եւ պարգևները կդրսևորվեն ու կհայտնվեն։ Ուզում եմ կրկին կարդալ սա։ Հովհաննեսը պատասխանեց. մարդը չի կարող ոչինչ վեր առնել։ Ես չեմ կարող անել սա զուտ այն պատճառով, որ ուզում եմ անել։ Սա պարգև է երկնքից, եւ մենք երբեք չպետք է նախանձենք մեկ ուրիշի պարգևին։ Կասեմ թե ինչու։ Օրինակ, ակնհայտ է, որ ձեր հովիվը կարող է երգել, գիտեք։ Ես էլ կցանկանայի երգել, բայց չեմ երգում, երկրպագության ժամանակ իմ բարձրախոսն անջատում են, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ տոնայնության մեջ եմ ես երգում։ Եվ իմ ձայնը մի փոքր տարբեր է, մի փոքր յուրահատուկ, հատկապես կնոջ համար, բայց հետաքրքիրն այն է, որ Աստված պայթեցնում է այն աշխարհով մեկ։ Կան բաներ, որ մենք մտածում ենք, թե խնդիր են։ Օրինակ, ես միշտ ատել եմ իմ ձայնը, որովհետև հյուրանոցում կարող էի վերցնել լսափողը եւ լսել, թե ինչպես են ասում այո, պարոն։ Բայց ամենազվարճալի բանը, որ երբևէ պատահել է ինձ հետ, այն էր, որ մի անգամ զանգեցի սպա կենտրոն, որպեսզի գրանցվեի դեմքի խնամքի համար։ Եվ ինձ հարցրին, թե արդյոք դեմքիս մազեր ունեմ։ Սկզբում չհասկացա, հետո մտածեցի ու ասացի. այո, ինչպես բոլորը, ես էլ փոքրիկ աղվամազեր ունեմ։ Ոչ, ես նկատի ունեմ բեղ կամ մորուք ունեք։ Ես ասացի, ոչ, չունեմ, ես կին եմ։ Օ, ներողություն, ներողություն, ներողություն։ Բայց գիտեք, դա նաև օգտակար է եղել, որովհետև մի անգամ մենք գնացել էինք Չիկագո մի եկեղեցուն քարոզելու եւ մինչ կայանում էինք մեքենան, մի մոտոցիկլետավար մոտեցավ մեզ։ Նա ուներ պոչի կարած մազեր, դաջվածքներով պատված մարմին, հագել էր անթև կաշվե բաճկոն եւ ուներ հաստ խռպոտ ձայն։ Նա ասաց. գիտեք, դուք փոխել եք իմ կյանքը, բայց ես լսել եմ ձեզ 6 ամիս շարունակ նախքան իմանալը, որ դուք կին եք։ Այնպես որ եթե ձեր պարգևը մի փոքր յուրահատուկ է, Աստված յուրաքանչյուրի ստեղծել է իր իսկ ձեռքով մեր մոր որովայնում։ Եվ մենք սխալմունք չենք, մենք սխալ գույն չունենք։ Մենք սխալ սեր չունենք, յուրաքանչյուրը հենց այնպիսին է, ինչպիսին Աստված է ցանկանում։ Գիտեք, ես վերջապես հասկացա մի բան, Աստված ասաց. երբեք մի նախանձիր որևէ մեկի պարգևին, լսեք, որովհետև ես դրել եմ դա նրա մեջ, որպեսզի դու վայելես, ոչ թե նախանձես։ Այնպես որ դուք հավանաբար վայելում եք իմ քարոզը, բայց այս պարգևը ստիպում է ինձ աշխատել։ Այնպես որ երբեք մի նախանձեք որևէ մեկին։ Գուցե դուք ուզում եք ունենալ այն, ինչ նա ունի, բայց պատրաստ չեք դա կրելու։ Օ, որքան կուզեի այսպիսի եկեղեցու հովիվ լինել։ Ոչ, չեք ուզի։ Որովհետև թույլ տվեք ասել, այս մեկ ժամը, որ անցկացնում ենք այստեղ, ընդամենը մի փոքրիկ, չնչին, աննշան բան է այն ամենի, ինչ պահանջվում է։ Ուստի երջանիկ եղեք նրանով, թե ով եք դուք, չկա ավելի վատ բան, քան ինքդ քեզ չհավանելը։ Գիտեք, եթե չսիրեք ինքներդ ձեզ, չեք սիրի մեկ ուրիշի, որովհետև դուք չեք կարող տալ այն, ինչ չունեք։ Դուք պետք է ունենաք սեր ձեր մեջ, որպեսզի տաք այն մեկ ուրիշի։
Վերջին անգամ կկարդամ։ Հովանեսը պատասխանեց. մարդը չի կարող ոչինչ վեր առնել։ Չի կարող ոչինչ պահանջել։ Չի կարող ոչինչ վերցնել։ Ինչ որ մեկը թող ասի ոչինչ։ Եթե երկնքից տրված չլինի նրան, մարդը պետք է գոհ լինի այն ամենից, ինչ տրվում է նրան երկնքից, չկա ուրիշ աղբյուր։ Գիտեք, հրաշալի է իմանալ, թե ինչ կարող ես անել, բայց գուցե ավելի հրաշալի է իմանալ, թե ինչ չես կարող անել, որովհետև շատերը փորձում են անել այն, ինչը չեն կարող, և ավարտում են նրանով, որ երբեք չեն անում այն, ինչ կարող էին անել, եթե փորձեին։ Ես փորձեցի սովորել կիթառ նվագել, բայց մատներս չափազանց կարճ էին, ես չէի կարողանում մատներս աշխատեցնել։ Երաժշտության մեջ հաջողություն չունեցա։ Այնուհետև նա ասաց. 30-րդ խոսք. Նրան պետք է աճել և ինձ փոքրանալ։ Այնքան լավ է իմանալ, թե որտեղ ես դու, նույնիսկ տարբեր ժամանակներում։ Հիսուսն ասաց. երկրի վրա չկա ավելի մեծ մարդ, քան Հովանես Մկրտիչն է։ Սակայն Հովանեսը գիտեր, թե երբ ետ քաշվեր և թույլ տար, որ Քրիստոսը առաջ գար, իսկ ինքը ետ մղվեր։ Նախքան ծառայությունը Հովվի հետ խոսում էինք այն մասին, որ պետք է բաց թողնել այն, ինչ այլևս չպետք է անես։ Գիտեք, քանի որ դուք կարողանում եք ինչ-որ բան անել, չի նշանակում, որ պետք է անեք դա։ Շատերը շարունակում են փորձել անել այն, ինչ Աստված արդեն ավարտել է 10 տարի առաջ։ Քանի որ Աստված թույլ է տվել, որ ինչ-որ բան անեք 5 տարի շարունակ, չի նշանակում, որ նա ցանկանում է, որ հիմա էլ դա անեք։ Դուք դժբախտ եք զգում, երբ կառչում եք այն բաներից, որոնց Աստված այլևս չի անդրադառնում։ Նրան պետք է աճել և ինձ փոքրանալ։ Ես սա այսպես եմ անվանում, ավելի քիչ ես, ավելի շատ Հիսուսը։ Եսը հպարտություն է։ Երկրի վրա չկա մարդ, որ չունենա խնդիր հպարտության հետ։ Եվ շատերիս խնդիրը չափազանց մեծ է։ Հպարտության հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ երբ ունես հպարտություն, չափազանց հպարտ ես այն ընդունելու համար։ Միթե կարծում եք, որ ես կարող էի վաճառել ուսումնական նյութեր, եթե դրանց առջևում պարզապես գրեի հպարտություն բառը։ Իրականում կարևոր թեմաները պետք է թաքցնեք այլ վերնագրերի տակ։ Պետք է գտնեք մի վերնագիր, որն ինչ-որ բան է խոստանում ընթերցողին, այնուհետև թաքցնեք այդ կարևոր թեման դրա ներքո։ Սատանան դուրս նետվեց երկնքից հպարտության մեղքի պատճառով։ Ես մտածում եմ, որ հպարտությունը դարձել է հանդուրժելի մեղք։ Ինչպես այլ մեղքեր, օրինակ նախանձը, դրանք դարձել են հանդուրժելի մեղքեր։ Իսկ Աստվածաշունչն ասում է, որ նախանձը փտեցնում է ոսկորները։ Որքան շատ մարդիկ են հիվանդ այն պատճառով, որ ունեն լուրջ խնդիր նախանձի հետ։ Թույլ տվեք ասել սա, որովհետև հավատում եմ, որ ինչ-որ մեկը դրա կարիքն ունի, եթե ունես քույր կամ եղբայր, որին նախանձում ես։ Քանի որ նա ավելի շատ փող ունի կամ գուցե կարծում ես, որ ծնողներդ նախապատվությունը տալիս են նրան, ապա պետք է ապաշխարես և բաց թողնես դա։ Հենց հիմա ես խոսում եմ Սուրբ Հոգու մասին։ Դուք պետք է բաց թողնեք դա։ Նախանձը թշվառացնում է ձեզ։ Սատանան երկնքից նետվեց հպարտության մեղքի պատճառով։ Եսայի 14:12-15-ում գրված է. Ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտը ծագող արուսյակ։
Կտրվեցիր գետին նկարով ազգեր նկունանողդ, Բաբելոնի հայհոյալից սատանայական թագավոր։ Եթե նայենք 13-րդ եւ 14-րդ խոսքերին, այս երկու խոսքերում 5 անգամ կլսեք, թե ինչպես է նա ասում ես կանեմ։ Դրանք վտանգավոր խոսքեր են։ Նամակներում ես նկատում եմ, որ շատ հաճախ, երբ Պողոսը փորձում էր գնալ մեկ այլ քաղաք, ասում էր. եթե Տերը կամենա, կգամ ձեզ տեսնելու։ Ես ուզում եմ այցելել ձեզ, եթե Տերը կամենա, կգամ։ Բայց ինքդ ասել է իր քո սրտում, վեր կելնեմ երկինքը, Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստվածների ժողովի սարի վրա, հյուսիսի ծայրերում, վեր կելնեմ ամպերի բարձրությունների վրա, բարձրյալին կնմանվեմ։ Եվ Տերն ասաց. բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները, մահացածների երկիր, երբ ինքներս մեզ բարձրացնում ենք, Աստված պարտավորվում է մեզ իջեցնել։ Բայց եթե խոնարհվենք Աստծո հզոր բազուկի տակ, նա կբարձրացնի մեզ։ Այն, ինչ ունակ ենք անելու, միմիայն Աստծո բարության շնորհիվ է, որ գործում է մեր միջոցով։ Դեռ պետք է տեսնենք, թե ինչ կարող է Աստված անել այն մարդու կամ կնոջ միջոցով, որն Աստծուն կտա ամբողջ պատիվը։ Երբեմն որքան շատ բան է մարդն անում, այնքան հպարտանում է, եւ այն ժամանակ Աստված ստիպված է լինում կանգնեցնել նրան։ Որովհետև նա դադարում է Աստծուն փառք տալուց, գիտեք, Աստվածաշունչն ասում է, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը։ Ես կարծում եմ, որ դա նշանակում է, որ երբ բարի բան ես անում ինչ-որ մեկի համար, նույնիսկ մի համարձակվիր նստել եւ մտածել, թե որքան բարի ես դու։ Եթե Աստված ողորմած է իմ հանդեպ եւ ես երկու լավ քարոզ եմ քարոզում այստեղ, երբ հեռանում եմ, կարիք չկա այլևս դրա մասին մտածելու, պարզապես գոհանում եմ Աստծուց ինձ օգնելու համար։ Այսօր այստեղ գալիս Դեվին ասացի. հենց հիմա չեմ զգում, որ կարող եմ ընդհանրապես քարոզել։ Այս գիշեր ժամը 2:30-ից ես արթուն եմ։ Մենք փորձ ունեինք, հարսանիքի էինք մասնակցել։ Երբ 3 գիշեր պարկեցի քնելու, գիտեի, որ առավոտյան վաղ պետք է արթնանամ եւ հավաքեմ իրերը։ Սովորաբար, երբ պետք է վաղ արթնանամ եւ ինչ-որ բան անեմ, լավ չեմ քնում, այնպես որ ես լավ չէի քնել եւ հոգնած էի, եւ ինքնաթիռի մեջ նստած մտածում էի. «Օ Տեր, եթե ինչ-որ բան պետք է կատարվի այնտեղ, ապա դու պետք է անես դա»։ Իմ ամուսինը հրաշալի օրինակ է բերում, նա ասում է. դու ինձ խամաճիկի ես հիշեցնում, այսպես։ Եվ երբ ժամանակն է կանգնելու ամբիոնի ետևում, Աստված սկսում է քաշել լարերը։ Այնպես չէ՞։ Մենք պետք է տանք Աստծուն ավելի շատ փառք, քան երբևէ, եւ ամեն ինչի համար, ու լինենք չափազանց շնորհակալ այն ամենի համար, ինչ ունենք։ Գիտեք, դժգոհելը մեղք է, գիտեիք դա։ Դա մեղք է, դժգոհելը մեղք է։ Դա սոսկալի մեղքերից մեկն էր, որ իսրայելցիները գործեցին անապատում։ Դժգոհել։ Ինչ էլ Աստված աներ նրանց համար, նրանք դժգոհում էին, նրանք նույնիսկ դժգոհեցին մանանայի հրաշքի համար։ Վերջին հաշվով 23,000 մարդ մահացավ մեկ օրում օձերի խայթոցից։ Դրա պատճառն այն էր, որ նրանք դժգոհեցին։ Հետաքրքիր է, թե որքան դևերի ենք մենք ներս թողնում։ Ապա ինչի՞ց ենք մենք դժգոհում։ Ես եղել եմ Աֆրիկայի գյուղերում, որտեղ մարդիկ կիլոմետրերով քայլում են գետից կեղտոտ աղտածին ջուր բերելու համար, որպեսզի խմեն եւ գործածեն այլ նպատակներով։ Իսկ ես կարող եմ մտնել իմ խոհանոց, լոգարաններ ու պարզապես օգտագործել տաք կամ սառը ջուր այնքան, որքան ցանկանում եմ։
Օ, մենք այնքան շատ բանի համար պետք է շնորհակալ լինենք։ Բայց քանի որ մենք մարդ արարածներ ենք, թվում է թե որքան շատ ենք ունենում, այնքան շատ ենք դժգոհում այն ամենից, ինչ չունենք։ Բայց մենք չպետք է այդպիսին լինենք։ Ես կասեմ իմ կարծիքով, մեր հզոր պաշտպանությունը նպատակաուղղված, ինչ որ մեկը թող ասի նպատակաուղղված, կրկին նպատակաուղղված, ևս մեկ անգամ նպատակաուղղված, արմատական, առատաձեռն, մոլեգին նվիրատու լինելն է։ Ինչ որ առումով ես գիտեի սա եւ շնորհակալ եմ Աստծուց դրա համար, որովհետեւ մեր ծառայությունը սկսելու օրվանից ես գիտեի, որ եթե ուզում էինք որևէ հաջողության հասնել, անպայման պետք է հոգ տանեինք աղքատների համար։ Չեմ կարծում, որ եկեղեցին կարող է իրավացիորեն իրեն կոչել եկեղեցի, եթե չի օգնում աղքատներին։ Եվ Հիսուսը Մատթեոսի 25-րդ գլխում ասաց. «Այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք»։ Եվ այս փոքրերից մեկին չարիք, ինձ էլ չարիք։ Նա անձամբ է ընդունում դա։ Մտածեք այդ մասին։ Այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք։ Այցելեցիք նրան բանտում։ Մենք ունենք բանտերի հզոր ծառայություն։ Միացյալ Նահանգների բոլոր բանտերում կան իմ գրքերից։ Բոլոր պետական բանտերում։ Նաև բազմաթիվ այլ երկրներում։ Շուրջ 3 միլիոն կամ ավելի։ Մոռացել եմ։ Մենք միշտ օգնում ենք նրանց, ովքեր ավելի քիչ ունեն, քան դուք, ավելի քիչ հաջողակ են, քան դուք։ Միշտ օգնում ենք։ Հաճոյախոսեք մարդկանց, բարձրացրեք նրանց, հորդորեք նրանց, մի ընկճեք նրանց։ Մի փնտրեք սխալ նրանց մեջ եւ ամբողջ ժամանակ խոսեք դրա մասին։ Սիրեք մարդկանց ինչպիսին որ կան, ոչ թե ինչպիսին դուք եք ցանկանում որ լինեն։ Ամեն։ Ինչ էր ասում Պողոսը հպարտության եւ եսի մասին։ Ինչ էր նա ասում։ Նա ասում էր եւ կենթանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենթանի ինձանում եւ ինչ որ հիմա կենթանի եմ մարմնով, Աստծո որդու հավատքով եմ կենթանի։ Ասում են, որ թարգմանություն իրականում այսպիսին է, ես ապրում եմ Աստծո հավատքով։ Բայց հասկանում եք թե ինչ է նա ասում։ Մենք կարդում ենք այս խոսքերը եւ մտածում. հրաշալի խոսք է, բայց նա ասում է այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Այլ խոսքով նա ասում է. ես ազատվել եմ ինձնից եւ հիմա լցված եմ Աստծով։ Պողոսը Եփեսացիների թղթում աղոթում էր, որ մենք լինեինք մարմիններ, որոնք լիովին լցված են Աստծով։ Օ Տեր, մարմին, որը լիովին լցված է Աստծով։ Ինչ կլիներ, եթե եկեղեցին իսկապես եկեղեցի լիներ։ Ինչ կլիներ, եթե բոլորս իսկապես սիրեինք Աստծուն այնպես, ինչպես հարկն է, եւ թույլ տայինք, որ Աստված գործածեր մեզ այնպես, ինչպես ցանկանում է։ Համոզված եմ, որ չէինք ունենա այն խնդիրները, որ այսօր ունենք աշխարհում։ Շատ բաներ, որ այսօր կատարվում են աշխարհում, եկեղեցու մեղքով է։ Այժմ ուզում եմ ձեզ բարի լուր ասել, Պողոսն ասաց դա իր ապաշխարությունից 20 տարի անց։ Դա ինձ ուրախացնում է։ Ես մտածում էի փառք Աստծուն, ես դեռևս ժամանակ ունեմ այս ուղղությամբ աշխատելու համար։ Ամեն։ Այժմ ես 45 տարեկան եմ եւ դեռ աշխատում եմ այս ուղղությամբ։ Այնպես որ դուք կարող եք բավականին լավ զգալ, եթե դեռևս մի փոքր ճանապարհ ունեք անցնելու։
Գիտեք, ամենամեծ բանը, որից Աստված կարող է ազատել ձեզ, հենց դուք եք։ Գիտեիք դա։ Չկա ավելի հրաշալի բան, քան ամբողջ օրը ինքդ քո մասին չմտածելը։ Ես խոսում եմ ազատության մասին, կա ազատություն։ Ես այնքան էի լցված ինձնով և հիմա էլ դեռ լցված եմ, բայց ավելի քիչ քան նախկինում։ Ես ջանք եմ անելու այդ ուղղությամբ, մինչև Հիսուսը գա իմ հետևից։ Ամեն։ Ես չեմ ուզում լինել եսակենտրոն, ուզում եմ տալ այն ամենը, ինչ կարող եմ և ժպիտ պարգևել մարդկանց։ Ուզում եմ արթնանալ ամեն օր։ Եվ ասել, Աստված, ինչ կարող եմ անել ինչ-որ մեկի համար այսօր, ում կարող եմ օգնել այսօր։ Կպատմեմ մի պատմություն, որը կարծում եմ հետաքրքիր է։ Իմ դուստրը գնում է մթերային խանութ և դրամապանակը թողնում մեքենայի մեջ։ Երբ մոտենում է դրամարկղին, տեսնում է, որ վարկային քարտը չի վերցրել, նա ասում է, ես արագ կվազեմ և կբերեմ քարտը, իսկ վերջինս ասում է, մի անհանգստացեք։ Եվ իր քարտով վճարում է դստերս փոխարեն։ Գիտեք ինչն է ինձ դուր գալիս այս պատմության մեջ, նա պատրաստված էր։ Նա վերցրել էր այդ վարկային քարտը և մտադիր էր օրհնել ինչ-որ մեկին այդ օրը։ Նա պատրաստ էր։ Նա կարիք չուներ պատրաստվելու, նա պատրաստ էր։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։